Կներեք մի րոպե, էլի պարոն Մեսրոպյան, մի հատ ընդհանրապես թեման վերաբերում ոստիկանները դահլիճում ինչ են ունում։ Կարծում են սա։ Ինչ կա, ումից։ Մեր նիստի վարման կարգ։ Ներողություն։ Թող դուրս է գտնում են ամոթ է, հետո պետք է ստեղ ինչ կա։ Երեք տեսանք ինչ էր կա։ Ինչ էր կա։ Շատ վատ բաներ կա։ Պարոն Ղազարյան չարադառնակ երեկվա Չէ, ես համաձայն ներողություն եմ, թողեք ավարտել։ Ավարտեք ով։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, դահլիճում գտնում են ոստիկաններ, ենթադրյալ ինչ-որ անձին, որից է կապ չունեն, որից է բանի հետ, ենթադրվում է, որ դահլիճում գտնում են մարդիկ, որոնք պոտենցիալ կապ խախտող կարող են լինել կամ այդպիսի ենթադրյալ ռիսկ կա։ Պատասխանում եմ։ Ես ներողություն, ես գտնում եմ, որ դա թող նախագահ հայտարարի, որ դա այս կողմը չի, եւ հայտարարի ռիսկ ումից է տեսում։ Այդ պարագայում իրանց գտնվելը ստացվում է, որ կամ պետական իշխանության մարմինը լրագրողն է եւ մեր կողմը։ Այսինքն հանձնաժողովի աշխատակազմը, կառավարչի աշխատակազմը, լրագրողներ եւ մենք։ Ումից է ռիսկը։ Պատասխանում եմ ձեր հարցին, պարոն Ղազարյան։ Երեկել եմ այդ մասին բավական երկար եւ մի քանի անգամ անդրադարձել։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստը սկսվում եւ վարվում է հանձնաժողովի նիստերի վարման կարգի համաձայն։ Հանձնաժողովի նիստի ժամանակ ընթացակարգը եւ վարման կարգը առհասարակ որոշում է այդ կարգով իրավասություն տրված անձանց, տվյալ դեպքում նիստի վարողին եւ տվյալ դեպքում հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նիստերին իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստերը տրմբած նիստեր են եւ հանձնաժողովի նիստերին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք նախապես գրանցվել են աշխատակազմում նիստերի օրակարգը տեղադրելուց եւ հայտարարելուց առաջ եւ հետեւաբար բարձրապնդում անել, որ այս կամ այն անձնավորությունը ինչ գործ ունի դահլիճում, դա անընդունելի պնդում է եւ սրանով բերեք սահմանափակել։ Ես ներողություն եմ խնդրում սահմանափակելու նորից եմ կրկնում ոստիկանները համազգեստով մնացած անձանց դուք ինտերնետ անդրադարձեք, տեսեք ով են ինչ են։ Կոնկրետ ես նույնականացված եմ հանձնագրով ամեն ինչով։ Արդյոք այսպես հանձնաժողովի նիստին համազգեստով ոստիկանի ներկայության հիմնավորումը դրանից են կողմ չի լինում, չեն հասցնելու դուրը բացեն գան, եթե այստեղ ինչ-որ պոտենցիալ անկարգություն հրահարող կա կամ եսի ինչ կա։ Չի ստացվում, որովհետև նորից եմ կրկնում 4 կողմաներ կա։ Հանձնաժողովի աշխատակազմով, լրագրողներ, կառավարչի աշխատում ՀԿ-ները մեկ են։ Ով է այստեղ պոտենցիալ ռիսկը, ով է, որ ոստիկանության աշխատակիցները պետք է գտնվեն սրահում։ Պարոն Ղազարյան, չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնենք։ Չեմ, մի րոպե, ես եմ որոշում ստեղ 6-րդ անգամ եմ կրկնում։ Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում ոնց եմ անելու։ Հայաստանի Հանրապետության, դուք եք ստիպում, Հայաստանի Հանրապետության։ Պարոն Ղազարյան։ Ուրեմն ուշադիր լսեք, դուք հիմա լսեք, հարցադրումը չեմ ավարտել։ Ձեր ձայնը չբարձրացնեք մեկ։ Երկրորդ հանդիպ կրկնելով, որ ես նիստը վարում եմ, չի ստացվում, որ վարում եք երկուս, եւ երրորդը շատ տրամաբանական հարց են բարձրացնում։ Ոստիկանության համազգեստով աշխատողները գտնվում են դահլիճում։ Հարց, ռիսկ կա արդյոք թե ոչ, ձեր ասած անկարգության կամ մյուսի։ Երկրորդը, ռիսկ ում կողմից եք տեսնում։ Գոնե ասեք ձեր կողմից չեք տեսնում, ես հարցս հանում եմ, թող մնացած իրենց մասին խոսեք։ Պատասխանում եմ։ Ինչ? Հրազեն կրող մարդ կա այս բանի դահլիճում իմանալ։ Պատասխանում եմ հարցին։ Ոստիկանները հանդիսանում են եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ կարող են մասնակցել տրմբած նիստին։ Սա մեկ։ Երկրորդ, վտանգների մասին մենք երեք նիստը չսկսած հենց առաջի վայրկյանից ականատես եղանք այն անկառավարելի եւ անհասկանալի իրավիճակին, որը ի սկզբանե ծագել էր ձեր
պահվածքից, երբ որ դուք չհարգելով մի րոպե պատասխանեմ, մի րոպե պատասխանեմ, մի ընդհատեք ինձ, հետո ես մեծ ծանրի բարձացեք, մի րոպե պատասխանեմ, սպասեք պատասխանեմ, ձեզ չեմ, ինչ կամ էլ պրովոկացիան եք, ձեզ չեմ հեռացնելու դա, Ես չեմ անում պրովոկացիա, դուք եք անում, մի րոպե, ասարակ հարց եմ տալիս, ասում եմ, ռիսկը վտանգությունից եք զգում, ասեք մեր կողմից իմանամ, պատասխանում եմ, թույլ տվեք պատասխանեմ, մի ընդհատեք ինձ, ես ձեզ չեմ ընդհատում, մի ընդհատեք ինձ, փողոցիկ մի բառ ասում, մի րոպե, դեռ ավելին եմ թողել, որ ասեք, ուրեմն մի րոպե, Այն պահվածքը, որ արձանագրվել է 3 նիստերից առաջին վայրկյանից, ձեր կողմից, ձեր այդ ուղղությամբ նստած ընկերների Ո՞ր հիշել, որ կողմը նստել անդեր, մի անգամ ձևի համար, դուք եք սկզբանը պրովոկացիա մարել, հոգեբանական ճնշում, իրոք ես դեպի նստել, Պարոն Բազինյան, որևէ դիտավորություն դրա մեջ չի եղել եւ դա բոլորովին իրավունք չէր վերապահում ձեզ, կոնկրետ ձեզ, որպեսզի դուք առանց հանձնաժողովի աշխատակազմի հետ համաձայնեցնելու ինքներդ որոշեք թե դահլիճի որ մասում եք նստում, բայց այդ պահը հաղթահարված է, ես չեմ ուզում հիմա մեր բուն բովանդակային քննարկումը թողենք, ընկնենք նորից հետ վերադառնանք այդ կետին, ոստիկանները բոլորիս համար են ստեղ, որպեսզի առաջին օրվա նաև ձեր անվտանգության, առաջին օրվա առաջին պահի այդպիսի պահքենները մի ընդհատեք ինձ, պարոն Ղազինյան, մի ընդհատեք ինձ Երբ որ դուք խոսում եք, ես ուշադիր լսում եմ ձեզ։ Եվ եթե ձեր մեծագույն խնդիրը ոստիկանների դահլիճում գտնվել չգտնվելն է, հարգելի ոստիկաններ, հենց այս վարկանին խնդրում եմ դահլիճից դուրս սպասեք եւ անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրենք ներս։ Խնդրում եմ հարցի բովանդակային քննարկումը թողած այլ ինչ որ հարցադրումներ մի արեք։ Հարկապես որ երեք ունենք արձանագրված փաստ, որ այստեղ շատ խուլիգանությանը մոտ արարքներ էր տեղ ունենում։ Նույնիսկ փաստագրված նկարագրություններ կա։ Հանձնաժողովի հարգելի անդամներ, պարոն, ես հայտարարության կարգով ուղղակի զուր, քանի որ նկարագրվեց գործողությունները